խոսենք գերիների հետ կապված երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք է քիչ խոսենք, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան անել, եւ իրենք ինչ-որ բան են անում, բայց դա տեսանելի չէ։ Ինչ կասեք այս մասով, պետք է չխոսենք որտեղ դա։ Նախ եւ առաջ ասեմ, որ գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական եւ այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն այդ հարցը բարձրացնելով եւ երկկողմ բանակցություններում եւ նաեւ միջազգային հարթակներում եւ կարծում եմ, որ եթե նույնիսկ ինչ որ գաղտնի աշխատանք է տարվում, այդ գաղտնի աշխատանքը չպետք է այսպես բացառի հրապարակային աշխատանքին, որը որ պետք է երևա եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքներին, նրանց հետ ամիջական կապի մեջ լինեն, այն պետք է երևա եւ նաեւ երկկողմ բանակցությունների շրջանակներում այդ հարցը մշտապես պետք է բարձրացվի այսօր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցող բանակցություններում եւ նաեւ ես կարծում եմ, որ այդ հարցը իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի, դա միջազգային հարթակներում է եւ այն հայցերը, որոնք որ պետք է տրվեն, ուղարկվեն միջազգային հարթակներ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների եւ նաեւ նույն նոյեմբերի 9-ի այսպես հայտարարագրի մաս է կազմում գերիների ամբողջական վերադարձը, որ այն չի կատարվում։ Գտնում եմ, որ ուրեմն անդադ հրաժարվելը, անընդհատ զիջելը Ադրբեջանին ոչ մի լավ տեղ չի տանելու եւ այս առումով մենք անդադ բարձրացնում ենք այդ խնդիրը, բարձրացնում ենք այդ հարցը, որ Ադրբեջանում մեր ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք օրինական ընտրվել են Արցախի ինքնորոշման ժամանակ եւ նաեւ հետագայում Արցախի Հանրապետության ամբողջ գործունեության ընթացքում մեր մարտական գերի ընկերներն են եւ նրանց նկատմամբ ուղղակի ամարտկային վերաբերմունք է ցուցաբերում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այդ դատավարությամբ դատում են նաև Արցախի ինքնորոշման իրավունքը եւ սլաքները ամբողջությամբ մեղադրանքի ուղղում են դեպի Հայաստանի Հանրապետություն։ Այս պարագայում այն իշխանությունը, որը որ ունի ամենամեծ լծակները այդ ուղղությամբ աշխատելու եւ երբ որ սլաքները ուղղում են իրենց ուղղությամբ, եթե ամեն ինչ այդ պետք է կուլ տա, դա նման է նրան, որ ինչպես մենք տեսնում ենք առօրյայում այս 44 օրյա պատերազմի պարտությունից հետո անդադ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո եւ մեկ օր դրա դեմը պետք է առնել։ Իսկ դրա դեմը առնելու ամենառեալ, ամենաարդյունավետ ճանապարհը այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային եւ այսօր էլ դա նրանք պետք է զգան։ Իրատեսական է, որ ասում են, եթե բանակցությունները դադարեցնենք, օրինակ եթե գերիների քանի Վարդան Օսկանյանի առաջարկի մասին էր եւ շատերն էին ասում, որ պետք է դադարեցնել բանակցությունները, պահանջել գերիների վերադարձ, նոր շարունակել, ասում են, որ դա սադրանք է ուղղակի, այսինքն ինչով պետք է Ադրբեջանին սադրել։ Ես կարծում եմ, որ բանակցողները պետք է խելացի հնարամտություն եւ խելացի մարտավարական քայլեր կիրառեն։ Բանակցությունները ոչ թե պետք է դադարեցնել, այդ բանակցությունների ընթացքում պետք է առաջ տանել մեր շահերը։ Իսկ մեր շահերից է բխում, որպեսզի օրինական Արցախի ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը ուղղակի այսպես կեղծ դատավարության մասնակից չլինեն եւ նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են եւ ստանձնել են ուրեմն այդ պաշտպանության ղեկավարությունը եւ տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական։ Պարոն Օհանյան, ինչ լծակներ կան, դուք ասում եք տեսանելի չեն իշխանության քայլերը, իրենք էլ ասում են բոլոր հնարավոր հարթակներում մենք բարձրացնում ենք գերիների հարցը։ Այդ դեպքում ինչ լծակներ կան,
այսպես ավելի տեսանելի, ավելի գործուն քայլեր անելու համար, ավելի արդյունավետ քայլեր անելու համար, որ չեն անում։ Լծակները բազմաթիվ են, լծակները բաժանում են երկու մասի, դա առաջինը անմիջական բանակցությունների արդյունքում պետք է լինեն, այսինքն պետք է այդ հարցը բարձրացվի Ադրբեջանին եւ այն լոզունգները, որ տարվում են խաղաղության, չգիտեմ, երկկողմ հարաբերությունների, ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ կատարվող աշխատանքների, այսպես չակերտավոր խաղաղության խաչմերուկի շրջանակներում տարվող բանակցությունները, այդտեղ պետք է մեր շահերը առաջ տարվեն եւ երկրորդ լծակների երկրորդ հարթակը դա միջազգային լծակներն են, պետք է ուղղակի օգտագործել միջազգային այն բոլոր հնարավորությունները, որ կարող են ազդել Ադրբեջանի վրա, իսկ այդ լծակները բազմազան են, դրա մասին խոսել են բազմաթիվ մարդիկ, դրա մասին խոսել է հենց նույն Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ներկայացնելով բազմաթիվ ուղղություններով աշխատանքի հնարավորություն։ Պարոն Օհանյան, Հայաստանը, ասենք, միջազգային կառույցներում ըստ ձեզ չի բարձրացնում գերիների հարցը, թե բարձրացնում է, բայց Ադրբեջանը չի լսում, որովհետև պարտվողի ձայնը մեկը չի։ Կարծում եմ, որ Հայաստանը լիարժեք չի բարձրացնում, որովհետև Հայաստանը գտնում է ճնշումների ներքո, դրա համար ենք մենք ասում, որ բանակցողները պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք որ լիարժեք մեր շահերը կարողանան պաշտպանել, ճնշման ներքո չլինեն եւ ըստ էության նաեւ արտաքին քաղաքականության իրականացման հնարավորություններ ունեն։ Պարոն Օհանյան, ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունը, այդ կեղծ դատավարության ամբողջ մեղքն այն է, որ փորձում են, դուք էլ նշեցիք, Հայաստանի արդեն այսպես Արցախի, այսպես իշխանություններից եկվել դեպի Հայաստանի այսօրվա իշխանությունները եւ մեղադրանք, այսպես մեղադրանքներ առաջարկել, չգիտեմ ինչ որ ցուցմունքներով եւ այլն, որ Հայաստանը մասնակցել այդ պատերազմին եւ այլն։ Բացառում եք, որ երբ այսպես ասել, հասնի իրենց դռներին այդ մեղադրանքները ավելի ակտիվ գործողություններ անեն, թե դա անհնար է ըստ էության այս իշխանության։ Կարծում եմ, որ ճնշումների, պարտադրանքների շրջանակը ավելանալու է Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, դա տեսանելի է եւ Ադրբեջանը ինքը հանդիսանալով հանցագործ ագրեսոր կողմ, ես նկատի ունեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, փորձում են այդ միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ խմբականակը կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա եւ ասենք բանակ չունենալն է եւ զինված ուժերի վերահսկողությունն է եւ մեր տարածքում գտնվելն է եւ դրանից ելնելով պարտադրանքներ իրականացնելն է նույն սահմանազատում, սահմանագծում ողջ գործընթացի ընթացքում նույն ուժային կերպով, ասենք, բնակչության տեղահանումներն են, ինչպես իրենք իրականացրեցին Արցախի նկատմամբ, նույն 300,000, ասենք, ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանի Հանրապետությունում, ամենայն դեպս այդ նկարտումները իրենք ունեն սահմանադրության փոփոխությունները եւ այլն, բազմաթիվ ճնշումների, այսպես պատժամիջոցների խմբականակ կա, որ Ադրբեջանը այսօր փորձում է այդ սլաքները ուղղել Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետությունը, ես նկատի ունեմ իշխանությունները, եթե չպայքարեն, դրա դեմը չառնեն, ապա այդ սլաքները ուղղվելու են անընդհատ եւ մի օր կարող է նաեւ բերի